օրը նշանավոր է եւ այսօրվանից քրիստոնյա աշխարհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը ավակ շաբաթ է մուտք գործում։ Այս ավակ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ երկրագնդի եւ մարդկության պատմության ամենամեծ իրադարձությունը։ Մարդացած Աստված խաչվեց եւ փրկություն բերեց։ Փառք Տիրոջը։ Երբ որ Հիսուսը մուտք էր գործում Երուսաղեմ, ամբողջ քաղաքը ցնցվել էր, ամբողջ քաղաքը շարժվում էր, ամբողջ քաղաքը տակնու վրա էր եղել, խառնվել էր իրար։ Հիսուս մուտք էր գործում Երուսաղեմ եւ միակ ճշմարիտ բանը, որ կարող էին անել մաքուր շրթունքներով երեխաները օրհնում էին ու գոչում Օվսաննա, Օվսաննա, Դավթի որդուն, Օվսաննա։ Ես այս մասին խոսել եմ, չեմ ուզում նորից անդրադառնալ Օվսաննա, որ մենք հիմա օգտագործում ենք կամ Օզաննա կամ Օվսաննա, դա եբրայերեն Հոշիաննա արտահայտությունն է կամ բառակապակցությունը, որ բառացի ուղակի թարգմանվում է խնդրեմ, փրկիր մեզ, խնդրեմ, ազատիր մեզ։ Ամեն։ Եվ թող սա լինի այսօրվա մեր հիմնական խոսքը, պատգամի։ Փիլիպեցիս 4:4 խոսքում գրված է. միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք։ Ոչ մի բանի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում, աղոթքով եւ աղաչանքով, գոհությունով, թող ձեր խնդրանքը հայտնի լինի Տիրոջը։ Ոչ մի բանի համար հոգս մի արեք, ամեն ժամանակ ուրախ եղեք։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուղղակի ուզում եմ, հենց հիմա, եթե անգամ դու շատ տխուր ես, ուզում եմ, որ տրամադրությունդ փոխվի։ Մի շատ պարզ պատճառով։ Հավատա, ուրախությունը տրտմությունից լավ է։ Մի ասա, Ռուբիկ եղբայր, դու չես հասկանում, տխրության ժամանակ ոնց ուրախանամ։ Մի ասա դա։ Լսեք, Սուրբ Գիրքը հենց սա է սովորեցնում։ Ասում է ոչ մի բանի համար հոգս մի արեք, հոգս ունես, ցավ ունես, խնդիր ունես, բայց հոգս մի արա։ Արի իրար հետ միանանք մեր բոլոր հոգսերը, մեր խնդրանքները, գոհության հետ միասին բարձրացնենք Աստծուն եւ ուրախանանք։ Հենց հիմա ուրախանանք։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ուրախացեք Տիրոջ մեջ։ Ուրախացեք Տիրոջ մեջ։ Ես եկել եմ Տիրոջ տուն այսօր հանգստության օրը, որպեսզի ես վերականգնվեմ եւ ուրախանամ Տիրոջ առաջ։ Լսեք, թող մի տեղ մնա ուրախության համար։ Տիրոջ առաջ ուրախանանք բոլորս։ Որովհետեւ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։ Տիրոջ ուրախությունը քո զորությունն է։ Զորություն ես ուզում ուրախացի, Տիրոջ ուրախությունը քո զորությունն է։ Ամեն, փառք Տիրոջը։ Այո, եթե սպասես այնքան ժամանակ մինչև քո բոլոր հոգսերը վերջանան, որ դու իսկապես սրտանց ուրախանաս, ուզում եմ քեզ ասել, չես հասցնի։ Չես հասցնի։ Չես հասցնի։ Չի գա այդ օրը, որովհետև հոգսեր միշտ լինելու են, փոթորիկներ միշտ լինելու են։ Արի ուրախանանք այդ փոթորիկի ժամանակ եւ ասենք Օվսաննա, Դավթի որդի, Օվսաննա, փրկի մեզ, ազատի մեզ։ Հալելույա, հալելույա։ Լսեք, մեծագույն շնորհք է Աստծուց տրված մեզ, որ մենք մեր փոթորիկի ժամանակ կարողանանք ուրախանալ եւ սրտանց ասել Օվսաննա, փրկիր մեզ, խնդրեմ, ազատիր մեզ, խնդրեմ։ Հալելույա։ Եփեսացիս 5:18 խոսքում գրված է 19-ում նաեւ։ Մի հարբեցեք գինով, այլ լցվեցեք հոգով։ Խոսեք ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով, ձեր սրտում երգեցեք եւ սաղմոս ասեք Տիրոջը։ Ես ուզում եմ, որ դու ոչ միայն շրթունքով, այլ քո սրտով օրհնես Աստծուն։
Օրհնիր Աստծուն քո սրտով, օրհնիր Աստծուն քո սրտով, ոչ միայն հիմա, այլ այստեղից դուրս գալուց, օրհնիր Աստծուն քո սրտում, օրհնիր Աստծուն, Աստծու մեծագույն օրհնությունը տեղի չի ունենում ինչ որ մի շենքում, Աստծու մեծագույն օրհնությունը տեղի չի ունենում ինչ որ մի մեծագույն փառաբանության խմբում, Աստծու մեծագույն օրհնությունը տեղի է ունենում սրտում։ Հալելույա։ Ես այստեղ եմ, որ քեզ հետ սրտով ուրախանամ Տիրոջ մոտ։ Սաղմոս ասեք, գոհացեք, օրհնեք Տիրոջը եւ այդ արեք ձեր սրտում։ Երբ որ սրտում լինի այդ ուրախությունը, այդ խաղաղությունը, այդ գոհությունը, բնականը Դավիթն ասում էր, որ դա նաեւ երևում է դեմքի վրա։ Դու իմ փրկությունն ես երեսի եւ իմ Աստվածն ես։ Երեսի փրկություն, ցույց տվեք, երեսի փրկություն, ցույց տվեք։ Ցույց տվեք երեսի փրկությունը, փրկված մարդը ժպտում է, փրկված մարդը ցնծում է։ Ալելույա։ Տարիներ առաջ ես չգիտեմ, միգուցե շատ անհաջող բառակապակցություն ասեցի, մի օր հանկարծ տեսա, որ շատերի դեմքն է մի քիչ մռայլված ու խոժոր, ասեցի, եկեք հարթուկենք մեր դեմքը եւ դեմքի հարթուկ արտահայտությունը մտավ շրջանառության մեջ դեմքի հարթուկ ծիծաղը դեմքի հարթուկն է հալելույա փառք Տիրոջը հալելույա հոգսեր կլինեն միշտ եկեք հոգսերից վեր օրհնենք Աստծուն հալելույա Հիսուսն ասում էր աշակերտներին որ ուրախացել էին դևերը հնազանդվելու մեջ Հիսուսն ասում էր լսեք Դուք ավելի շատ ուրախացեք նրա համար, որ ձեր անունները գրված են երկնքում։ Կա մարդիկ, որոնց անունը գրված է երկնքում։ Հալելույա։ Դե ուրախանանք Տիրոջ մոտ։ Ուրախացի Տիրոջ մոտ։ Իմ անունը գրված է երկնքում։ Հալելույա։ 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 Իմ անունը գրված է երկնքում։ Փառք Տիրոջը։ Եվ եթե մեր անունները գրված է կյանքի գրքում, ուրեմն ուրախանալու պատճառ ունենք անկախ ամեն բանից։ Ես ասում եմ անկախ ամեն բանից։ Այո, փառք Տիրոջը։ Մենք երկրպագում ենք նրան, որովհետև նա բարի է եւ անցած շաբաթվա ընթացքում մեր նկատմամբ խիստ բարի գտնվեց, որովհետև հիմա ես այստեղ կանգնած եմ։ Հալելույա։ Դու հիմա այստեղ նստած ես։ Հալելույա։ Հիմա կասես, բա հետո էլ ասում ես, հիմա շարունակությունը լսի։ Եվ եթե հանկարծ մի օր ես այստեղ չլինեմ, ուրեմն մի օր ես այնտեղ կլինեմ։ Միևնույնն է, ուրախացեք ու ցնծացեք Տիրոջ մոտ։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Սիրելի քույրս, սիրելի եղբայրս, մարդ Աստծո, հավատա Աստված տեսել է քո ջանքը, քո արտասունքը անցած շաբաթվա ընթացքում, եւ քո ջանքը, որ գործադրեցիր այսօր իր տանը լինելու համար, Աստված տեսել է այդ ջանքը։ Իր տանը լինելու համար արած ջանքը գնահատվում է հենց նրանով, որ դու Տիրոջ խաղաղության մեջ նստած ես։ Հալելույա։ Աստված տեսել է մեր ամենքի արտասունքը անցած շաբաթվա ընթացքում։ Աստված տեսել է անցած շաբաթվա ընթացքում մեր ունեցած կարիքները։ Աստված գիտի այս շաբաթվա մեջ մեր կրելիքը։ Աստված գիտի այս շաբաթվա մեջ ինչի հետ կառնչվենք։ Եվ մենք եկել ենք այսօր հանգստանալու, վերականգնվելու, ուժեր հավաքելու։ Ես կդիմանամ այս շաբաթ։ Որովհետև առաջի օրը ես վերականգնվում եմ Տիրոջ ներկայության մեջ։ Ես հանգստանում եմ Տիրոջ տանը։ Ես եկել եմ նրա առաջ երկրպագելու, այո, քանիսդ հայտնություն ստացաք, այո, այդ հատվածը շատերս կարդացել ենք, բայց նոր թարմությամբ Արտուր եղբոր հայտնությունը փոխանցած, ինչ հրաշալի էր, Տիրոջ տունը, Զոհի տունը, ես եկել եմ նրան երկրպագելու, ես եկել եմ նրան փառաբանելու եւ եկել եմ զոհելու, որովհետեւ այս տունը փառաբանության տունը, աղոթքի տունը, նաեւ զոհի տունը, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ես ունեմ։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Աստծո։ Երկրպագությունը, փառաբանությունը եւ զոհաբերությունը դա մեր հավատքն է գործողության մեջ դրած։ Հավատքը գործողության մեջ։
երկրպագությունը, փառաբանությունը եւ զոհաբերությունը։ Դու շատ կարող ես ասել Աստծո սիրելու մասին, բայց երբ որ կանգնում ես եւ ձեռքերդ բարձրացնում ասում ես. Տեր, ես սիրում եմ քեզ, ես խոնարհվում եմ քո առաջ, դու սուրբ ես։ Դա քո հավատքը գործողության մեջ դրած պահն է։ Դու շատ կարող ես ասել. Տիրոջը կտամ ամեն բան, բայց երբ որ ձեռքդ տանում ես քո գրպանը ու քո նեղությունից անգամ բերում ես Տիրոջը քո զոհը եւ դա քո հավատքն է։ Քո հավատքն է գործողության մեջ դրած։ Աստված շանս է տալիս մեր հավատքը գործողության մեջ տնենք իր տան մեջ, երկրպագությունով, փառաբանությունով, զոհաբերությունով, Աստծո խոսքը լսելով։ Ալելույա, փառք Տիրոջը։ Մենք երկրպագում ենք եւ ասում ենք. Տեր, դու մեր Տերն ես, մեր Թագավորն ես։ Մենք քո հպատակներն ենք, քո որդիներն ենք, քո տունն ենք։ Երբ որ ես երկրպագում եմ, դրանով դավանում եմ ու հայտարարում եմ, որ քեզանից մեծը չկա ինձ համար։ Որովհետև ամեն մեկին ես չեմ երկրպագում, ամեն մի հանդիպած մարդու ես չեմ երկրպագում, ամեն մի անունի ես չեմ երկրպագում, մի անուն կա, որին ես երկրպագում եմ։ Ալելույա, փառք Տիրոջը։ Այո։ Նորից կրկնեմ, որ մեր Աստվածը վերականգնող Աստված է եւ ես այսօր եկել եմ իր առաջ վերականգնվելու, հանգստանալու։ Փառք Տիրոջը։ Աստված գիտի մեր ամեն խնդրվածքները, ամեն կարիքները, ամեն ինչ գիտի դեռ իրանից չխնդրած, որովհետև Սուրբ գրքում համար կա, որ մեզ սովորեցնում է Մատթեոս 6:8, ձեր հայրը գիտի, թե ինչ բաներ պետք են ձեզ, ձեր նրանից խնդրելուց առաջ։ Դու հասկանում ես, սիրելիս, դու ուրախ ես նրա համար։ Դու դեռ չխնդրած, քո հայրը գիտի քեզ ինչ է պետք, դու հանգստացի նրա առաջ։ Քո հայրը գիտի քեզ ինչ է պետք։ Էլ չխնդրենք, խնդրի, որ ստանաս, փնտրի, որ գտնես, թակի դուռը, որ բացվի, բայց դեռ չարած ինքը գիտի քեզ ինչ է պետք։ Ալելույա, փառք Տիրոջը, Աստված գիտի։ Մեր Տերը գիտի մեր նստելը, մեր վեր կենալը, մեր Տերը գիտի ամեն բան։ Եթե քո վիճակը շատ լավ չի այսօր, դու հավատքով կարող ես դուրս գալ այդ վիճակից։ Դու կարող ես, հենց սրա համար ենք մենք հավաքվել այստեղ, քո վիճակից, կարող ես դուրս գալ ավելի ուժեղ այսօր եւ ավելի վստահ ու համարձակ քո Աստծո վրա։ Ալելույա, փառք Տիրոջը։ Աստված կարող է եւ կանի ամեն բաները, որ դու ի վիճակի չես անելու։ Լսեք, ես շատ կարևոր բան եմ իմ ասում։ Աստված կանի այն ամեն բաները, որ դու չես կարող անել, որ դու ի վիճակի չես եւ քո ուժերից վեր է։ Բայց նաեւ լսի դրա հակառակ կողմը։ Աստված քեզ համար չի անի ոչինչ այն ամենից, ինչ որ դու կարող ես անել եւ չես անում։ Սիրելի ծույլեր, սթափվեք։ Ալելույա։ Աստված քեզ համար կանի այն ամենը, ինչ որ դու չես կարող անել։ Բայց այն ամենը, ինչ որ դու պիտի անես, Աստծո վրա չգցես, Աստված չի անի քո փոխարեն։ Ալելույա։ Լսում ես։ Լսում ես, իմ սիրելի քույրս, սիրելի եղբայրս։ Այո, փառք Տիրոջը սրա համար։ Փառք Տիրոջը։ Աստված կարող է քո պատերազմը պատերազմել եւ քո փոխարեն հաղթել այն պատերազմը, որ քո ուժերից վեր է եւ դու չես կարող քո ուժերով պատերազմել այդ պատերազմը, բայց այն պատերազմը, որ դու պիտի անես, հավատքի բարի պատերազմը, քո փոխարեն Աստված չի պատերազմելու, դու պիտի պատերազմես։ Աստված քեզ մատակարարի համապատասխան սպառազինություն։ Ալելույա։ Ճշմարտության գոտի կտա, հավատքի վահան, հույսի փառավոր սաղավարտ կտա եւ զրահը եւ ամեն սպառազինությունը, կոշիկները խաղաղության ավետարանի, որ դու կարողանաս հավատքի հզոր սուրը հոգու, որ դու կարողանաս հաղթել, բայց քո փոխարեն ինքը կպատերազմի այն պատերազմը, որ դու այլևս չես կարողանում պատերազմել, որ դու այլևս չես կարող այդ պատերազմի մեջ քո ուժերով ծառայել եւ հաղթել։ Հորդորս հետեւյալն է. լինենք ուղղակի, հնազանդ Աստծուն եւ ծույլ չլինենք։ Աստված ծույլերի բարեկամը չի, ասեմ քեզ։ Որովհետեւ Աստված գիտի, որ ծույլերը նաեւ չար են լինում, սովորաբար։ Հայտնի առակից եմ ասում, ես չեմ հնարել։ Տերը նրան ասավ. չար եւ ծույլ ծառա։
Ինչու չարեցիր, այն ինչ որ ես քեզ ասում էի։ Հո ես քեզ չէի ասում այդ տաղանդը, չգիտեմ, ուր տար, ինչ արա, քեզանից ասում էի, դիր գործի մեջ։ Տար ու գործի մեջ դիր, հաջողացնողը ես էի։ Երբ որ դու ծառ ես տնկում, դու հաստատ գիտես, որ դու աճեցնողը չես։ Բայց տնկողը խոմ դու ես։ Տնկեց Պողոսը, ջրեց Ապողոսը, աճեցնողն Աստվածը։ Ամեն, փառք Տիրոջ, Աստված մեզ իմաստություն տա, փառք Տիրոջը։ Ես հավատում եմ, իմ սիրելի քույրեր եղբայրներ, ես հավատում եմ, որ մեր Տերն էստեղ է իր խոսքի համաձայն։ Լսեք, գիտեք քրիստոնյաները բաց են թողնում ամենակարևոր եւ ամենամեծ խոստումները։ Դրանք շատ պարզունակ կամ սովորական բան համարելով։ Տերն այստեղ է։ Տերն այստեղ է։ Տերն այստեղ է։ Որտեղ 2 եւ 3 հոգի իմ անունով միաբան հավաքված լինեն, ես այնտեղ եմ նրանց մեջ, մենք երկուսից շատ ենք, 3-ից էլ ենք շատ, հավատացեք։ Փառք Տիրոջը, նա այստեղ է։ Եվ դրա համար պիտի ուրախանանք նրա ներկայությունով, որովհետև նրա ներկայության մեջ ուրախություն կա, նրա ներկայությունը ուրախություն է բերում եւ նաեւ զորություն։ Ամեն, փառք Տիրոջը։ Սաղմոս 78, 1-2 համար ես ուզում եմ կարդալ այս Սաղմոսից և սկսենք պատգամը։ 78-րդ Սաղմոս, 6-ից 8 համարները։ Որպեսզի իմանա նոր սերունդը, այն որդիքը, որ կծնվեն, վեր կենան և իրենց որդկանցը պատմեն, որ նրանք իրենց հույսը Աստծո վրա դնեն և չմոռանան Աստծո գործերը և նրա պատվիրանքները պահեն և իրենց հայրերի նման չլինեն խստավիզ և դառնացնող ազգ։ Ալելույա։ 10 համարից որոշակի հատված էլի կարդամ։ Նրանք Աստծո ուխտը չպահեցին, մերժեցին նրա օրենքի մեջ գնալը և մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել նրանց։ Նրանց հայրերի առաջին հրաշք արավ Եգիպտոսի երկրումը, Տայանիսի դաշտումը։ Նա ծովը պատառեց և անցկացրեց նրանց և ջրերը պարիսպի պես կանգնեցրեց։ Ցերեկը առաջնորդեց նրան ամպով և ամեն գիշեր կրակի լույսով։ Վեմերը պատառեց անապատում և խմեցրեց նրանց, ինչպես շատ հեղեղներ։ Առուներ հանեց վեմից և ջուրեր վայր բերավ գետերի պես։ Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և դառնացրին բարձրյալին անապատումը և փորձեցին Աստծուն իրենց սրտումը, կերակուր խնդրելով իրենց անձերի համար և Աստծո դեմ խոսեցին և ասեցին. միթե կարող է Աստված սեղան պատրաստել անապատում։ Ալելույա։ 17 համարում, այստեղ մեր թարգմանության մեջ գրված է և դառնացրեցին բարձրյալին անապատում, իրականում գրված է և սահմանափակեցին բարձրյալին անապատում, սահմանափակեցին բարձրյալին։ Լսեք, Տերը պատվեր էր տալիս Իսրայելին, որ ազգից ազգ փոխանցեն, մի շատ կարևոր բան, չնմանվեք ձեր հայրերին, այն հայրերին, որոնք սահմանափակեցին Աստծուն, որոնք տեսնելով Աստծո մեծամեծ գործերը, սահմանափակեցին։ Ուրեմն Աստված կարող էր ծովը ճեղքել և մի ժողովուրդ, մոտ 3 միլիոն ժողովուրդ անցկացներ, բայց հենց որ թագավորը իր զորքով, փարավոնն իր զորքով պիտի գար, ծովը նորից փակեր և բոլորը մնային ծովի տակ։ Աստված դա կարող էր անել։ Աստված կարող էր վեմից ջուր բխեցնել։ Աստված կարող էր, բայց երբ որ սոված էին և ոչ թե սոված էին, այլ ունեին ընդամենը մանանա երկնքից իջած, իրանք սեղան էին ուզում, սոխով, սխտորով, ձուկով։ Այստեղ Աստված արդյոք կարող է։ Լսի, մտքումդ այդ ժողովրդին չդատես։ Այսօր մենք և ընդհանրապես այսօր մարդկությունը ավելի շատ բան, ոնց որ թե չի էլ սպասում, արդյոք Աստված սեղան կարող է պատրաստի անապատում։ Ես ասում եմ, Աստված անապատում սեղան կարող է պատրաստել։
Ես չգիտեմ քո անապատի մասին, դու գիտես քո անապատի մասին։ Ամեն մեկս մեր անապատի մասին գիտենք։ Աստված իմ անապատում սեղան կարող է պատրաստի ինձ համար։ Ալելույա։ Լսի, երբ որ իսկապես դու սոված ես, քո սովածության անապատում Աստված կարող է քեզ կերակուր պատրաստի։ Երբ որ դու հիվանդ ես, քո հիվանդության անապատում Աստված կարող է սեղան պատրաստի քեզ համար։ Եթե դու կարիքների մեջ ես եւ անելանելի իրավիճակի մեջ ես, Աստված կարող է այդ անապատում քեզ համար սեղան պատրաստի։ Հիմա նորից հարցնենք, միթե կարող է Աստված սեղան պատրաստել անապատում։ Ուզում եմ իմանաս, Աստված անապատում սեղան պատրաստող Աստված է։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Լսեք, մի քանի օր առաջ ինչ որ մի տեղ կարդացի, փոքր հավատքը մարդուն երկինք է տանում։ Կամ միգուցե սա Սպերջենի խոսքերն են։ Փոքր հավատքը մարդուն երկինք է տանում։ Դու հավատում ես, որ Հիսուս մեռել է քեզ համար։ Դու հավատում ես, որ դու մեղավոր ես։ Դու հավատում ես, որ Հիսուսի անունով փրկություն կա։ Սա այն ամենափոքրն է, որ քեզ կարող է երկինք տանի։ Բայց մեծ հավատքը երկինքը երկիր է բերում։ Ամեն։ Մեծ հավատքը երկինքը երկիր է բերում։ Մեծ հավատքը Աստծուն երկիր է հրավիրում։ Ալելույա։ Ես այսպիսի հավատք Իսրայելի մեջ չտեսա։ Ալելույա։ Այս ինչ մեծ հավատք էր։ Սիրելի բարեկամներ, այո, մեր Տերն էստեղ է, եւ մենք Տիրոջ առաջ ենք խոսում։ Ես հիմա ավելի քան երբեք, ավելի քան նախկինում շատ լուրջ եմ գնահատում եւ շատ լուրջ եմ վերաբերվում իմ բերանից դուրս եկած ամեն խոսքին։ Այո, դու կարող ես խոսքեր ասելու համար, բայց ես համոզվել եմ, ես արդեն երկար տարիներ եմ սրա մեջ համոզվում, այն ամեն բաները ինչի մասին ես քարոզել եմ, չի անցել որոշակի ժամանակ եւ ես հայտնվել եմ այդ քարոզի, այդ ասած բաների մտքերի խոսքերի իրավիճակի մեջ եւ ես պետք է արդեն հասկանամ արդյոք, այն ինչ որ քարոզում էի, դա ճիշտ էր, թե ճիշտ չէր։ Այն ինչ որ ուրիշի կքարոզեք, այն ինչ որ ուրիշի կսովորացնեք, իմացեք, չի անցնի շատ երկար ժամանակ եւ դա ձեր գլխին կգա եւ դուք դրա մեջ հայտնվելու եք։ Տիրոջը վստահի։ Բա այնտենց հանգիստ ասում էի Տիրոջը վստահի։ Հիմա խես խառնվել իրար։ Տիրոջը վստահի։ Հա, դե գիտեք, շապիկը մարմնին շատ ամոթ։ Բա այն որ խոսում էիր, ում որ խոսում էիր, նա շապիկ չուներ եւ մարմին չուներ։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ես պատգամը պատրաստելուց տարբեր բաներ էի կարդում եւ միտեղ հանդիպեցի մի պատմության, հրաշալի մի պատմության։ Ջիմի անունով մեկը, որ ապրում էին գյուղում, ֆերմերներ էին եւ կովեր ունեին։ Հայրը մի օր եկավ ու ասավ. մենք այլևս նոր հորդ չպիտի ունենանք, նոր հորդ պետքա չպահենք, որովհետև մեր գոմը շատ փոքր է եւ նոր հորդ մենք չենք կարող պահել։ Եթե մեր կովերը ձակ ունենան, նրանց պետքա կամ վաճառենք, կամ ուրիշի նվիրենք, կամ ինչ որ բան պիտի անենք։ Բայց այդ Ջիմի կոչված այս մանուկը շատ էր սիրում հորթուկ, շատ էր սիրում։ Ասավ պապ, խնդրում եմ, ես մի հատ էլ հորթ, ես շատ եմ սիրում հորթ։ Պարզունակ պատմություն, ես սիրում եմ այս պարզունակ պատմությունը, ես շատ պարզունակ մարդ եմ և պարզ հավատքով հավատում եմ Աստծուն։ Ալելույա, ալելույա, շատ մի մեծացեք, երեխա մնացեք, որովհետև եթե երեխա չմնաք երկնքի արքայություն չեք մտնի, խնդրում եմ շատ մի մեծացեք, շատ մի մեծացեք։ Հիսուսն վերցրեց երեխա, կանգնացրեց, ասավ, եթե մեկը այս երեխաների նման չդառնա, երկնքի արքայություն չի մտնի։ Ես ուզում եմ երկնքի արքայություն մտնեմ, ես երկնքի արքայության մեջ եմ, դրա համար ուզում եմ երեխու հոգեվիճակը, միշտ իմ հոգեվիճակը լինի, երեխու պես մտածեմ, հատկապես երբ որ վերաբերվում եմ Աստծուն, ես նրա երեխան եմ։ Վերջապես, հայրը, երբ որ շատ երեխան արդեն հայրեն ասած զահլեն տարավ, ասավ, լսի, մի պայմանով, եթե իրանք ունեին հորթեր, կովեր, որոնք
շագանակագույն էին եւ ոմանք էլ շագանակագույն եւ վրան մեծ սպիտակ կետերով։ Ասավ լսի, եթե այս հորտը ծնվի մուգ սև, ուրեմն նա կպահենք։ Իսկ եթե ծնվեց շագանակագույն եւ սպիտակ կետերով, նա կվաճառենք։ Հայրը շատ լավ հասկանում էր, որ բնական ճանապարհով շագանակագույն եւ սպիտակ բծերով կովից այդպիսի ձակ պիտի ծնվի։ Սև պիտի որ չծնվի։ Բայց երեխան երեխա էր, փառք Աստծո որ մեծ չէր եւ հավատում էր հայրիկի սովորացրածներին, որ ինչ որ խնդրենք հավատքով կստանանք։ Եվ այդ օրվանից երեխան սկսեց հոր խորհրդով աղոթք անել, որովհետև հայրն էլ էր հավատացյալ, ու սկսեց ամեն երեկո քնելուց առաջ ասում էր, խնդրում էր. իմ հայր երկնավոր, ես շատ եմ խնդրում, թող մեր հորտը ծնվի մուգ սև։ Եվ բոլորին դա հայտնի լինի, որ այդ հորտը իմ հորտն է։ Վերջապես անցավ ժամանակը, ամեն օր այս երեխան այս հավատքով աղոթքեր անում ու քնում էր, ու հանկարծ մի օր, երբ որ եկավ ձակը ծնվելու ժամանակը, ձակը ծնվեց։ Ձակը մուգ սև էր, դա դեռ հերիք չէր, ճակատին էլ սպիտակ ջետ առներ։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Որ ոչ ոք չկասկածեր, ոչ ոք չկասկածեր։ Դու մի նշան ուզեցիր, ես երկուսը տվեցի, խնդրեմ, ալելույա։ Ռուբիկ եղբայր ավելի լուրջ բաների մասին, լսեք իմ սիրելի քույրեր եղբայրներ, եկեք երբ որ մենք վերաբերվում ենք Աստծուն, ամեն խոսքին շատ լուրջ վերաբերվենք, շատ լուրջ վերաբերվենք, չէ որ եթե հիշես քո կյանքում եղել են բաներ, որ Տիրոջից խնդրել ու ստացել ես, դե նա ինչ փոքր էր էլի, դե ինչ Աստված միայն ծովը ճեղքեց էլի, բայց Աստված սեղան կարող է անապատում պատրաստել, ծովը ճեղքող Աստվածը սեղան կարող է պատրաստել, ալելույա, փառք Տիրոջը դրա համար, փառք Տիրոջը, Աստծո հետ ամեն բան հնարավոր է, ինչ վիճակում ուզում ես լինես, եթե սրտանց աղաղակես, Օվսաննա, խնդրեմ, փրկիր, խնդրեմ, ազատիր, նա քեզ կազատի եւ նա քեզ կփրկի։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը։ Մաղաքիա 3-րդ գլխի 10 համարում կարդում ենք. բոլոր 10-րդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, ասում է զորաց Տերը, թե արդյոք չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել ձեզ համար, մինչեւ որ նրա համար տեղ չլինի։ Լսեք, սա գրված է Աստվածաշնչի մեջ, Աստված ասում է սրանով փորձեք, Աստված ասում է ձեր փոխարեն ես չեմ փորձելու, ձեր փոխարեն 10-րդը գանձատուն ես չեմ տանելու, ես խոստանում եմ ձեզ օրհնել։ Լսեք իմ սիրելի քույրեր եղբայրներ, հերիքա լաց լինեք եւ հերիքա այդ խեղճի, անօգնականի ուզողի թիկնոցը ձեր վրա պահեք, դեն գցեք, դա ձեզ պետք չի։ Լսեք, եթե մեկը երկուսն էլ ուղակի քո նվնվոցը լսելով չի կարողանում խղճի ձայնը լրացնել ինչ որ բան անում է, վերջապես սթափվեք։ Ձեր գործն Աստծո հետ է։ Ձեր գործն Աստծո հետ է։ Լսի, եթե դու ոչինչ չունես, ունես ընդամենը 100 դրամ, այդ 100 դրամից 10 դրամը կամ այս կողմ կամ այն կողմ փրկություն է արդյոք։ Դու եղիր հավատարիմ այդ 10 դրամի մեջ։ Արդյոք տես չեմ բացի, Աստծո հետ հնարավոր է։ Եվ այնքան լցնեմ, որ տեղ չունենաս։ Մեր խնդիրը սրանում է կայանում, բայց շատ եք է պրիմիտիվացնում։ Սա ուղղակի Աստծո պարզ խոսքն է։ Եթե Աստված ավելի բարդ ասեր, որ մեկը չկարողանար հասկանար։ Հիմա, եթե հանկարծ մի հատ լավ մաթեմատիկոս բարձրանով այստեղ մի հատ լավ խնդիր գրի, դուք կարող եք լուծել։ Դե այ մարդ, մեր խելքը չի ասնում, մենք պարզ մարդիկ ենք, չեմ սովորել, ինչ եք ուզում ինձանից։ Դրա համար Աստված ամենապարզունակ հասկացող մարդու լեզվով է խոսում։ Շատ խելք ունեցողներն էլ կարող են հասկանալ շատ պարզ բանը։ Քիչ խելք ունեցողներն են։ Մի հատ 10-րդը տարեք իմ տունը, որ պաշար լինի։ Տեսեք, ձեր երկնքի պատուհանները չեմ բացի եւ այնքան լցնեմ, որ տեղ չունենաք։
Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Դրա համար ասում եմ, երբ որ դու հայտնվել ես խիստ նեղության մեջ, հավատարիմ եղի Աստծուն քո քչով հավատարիմ եղի, ու երբ որ քիչ դել կգցես, վերև նայի ասի, Օսաննա, փրկիր, Օսաննա, ազատիր։ Տիրոջ հետ ամեն բան հնարավոր է։ Տիրոջ հետ անհնարին ոչինչ չկա։ Լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, մենք պետք է իսկապես միշտ մնանք հոգով երեխա, որովհետև մենք վերջին հաշվով նրա երեխաներն ենք։ Ես ամեն օր, երբ որ կանգնում եմ նրա առաջ, ասում եմ հայր, եթե հայր, ուրեմն երեխա, հայր, դու չես ասում հայր։ Ուրեմն հորը վերաբերվի երեխու պես, ոնց որ երեխան է վստահում հորը։ Շատ բաներ մենք չունենք, որովհետև չենք հավատում եւ չենք խնդրում։ Հակոբոսն է ասում, չունեք, որովհետև չեք խնդրում։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Դե Աստված, Ռուբիկ եղբայր, քիչ առաջ ասեցիր, խնդրելուց առաջ Աստված ասավ, որ գիտի։ Այո, Աստված ասավ գիտի, բայց չասավ կտամ առանց խնդրելու։ Գիտեմ քո պակասությունը։ Մի բան եմ քեզ առաջարկում, խնդրի եւ կտամ, փնտրի եւ կգտնես, թակի դուռը եւ կբացվի։ Դու չգիտես, որ այս դուռը ինձ պետք է որ բացվի։ Գիտեմ։ Իսկ դու չգիտես, որ ես քեզ պատվիրել եմ, թակի եւ կբացվի։ Առանց թակել չի լինի, չէ։ Բայց կմեռնեմ։ Հուղարկավորությունդ կանենք հավուր պատշաճի։ Հալելույա։ Ինչ դաժան ես, ինչ դաժանության մասին է խոսք, երբ որ պարս, Աստծո խոսքին մենք չենք վստահում ու արհամարում ենք։ Մեծացել ենք արդեն, Ռուբիկ եղբայր, լավ կլիներ մինես, ես կարծում եմ շատ լավ այսօր քարոզում եմ։ Հալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Հիմա մի ուրիշ պատմության անցնենք։ Պատմությունը ես, որպեսզի ամբողջ պատմությունը չկարդանք, պատմությունը ես ուղղակի պետք է շատ կարճ ներկայացնեմ։ Հեսուի գրքի այս պատմությունը պետք է կարդանք, ես ընդամենը 3 համար կկարդամ, բայց պատմությունը հետևյալն է։ Երբ որ Իսրայելը արդեն իր տեղն էր զբաղացնում Աստծո խոստացած երկրում, այդ տեղը Իսրայելից առաջ ժողովուրդներ կային։ Ոմանք թշնամաբար էին տրամադրված եւ ոմանք էլ հասկացան։ Միևնույնն է, նրանց Աստված, ծովը ճեղքող Աստված, անապատում մանանա տվող Աստված, Հորդանան գետը կանգնացնող եւ այդ ժողովրդին դեպի այս երկիրը բերող Աստված մեզ էլ իրանց առաջից պիտի քշի։ Եթե մենք սա չհասկանանք, միևնույնն է, մեզ կոչնչացնի։ Եվ մի ժողովուրդ կար, կոչվում էին Գաբավոնացիներ, այդ տարածքի անունով, Երևանցիներ։ Իրանք էլ Գաբավոնում Գաբավոնցիներ։ Եվ մտածեցին ինչ անենք։ Գնանք Հեսուի հետ, դաշին կնքենք, որ մեզ չոչնչացնի։ Միևնույնն է, բոլորին պիտի ոչնչացնի, բայց եկեք մենք հաշտության պայմանով գնանք։ Եվ եկան, հին հագուստ հագան, չգիտեմ, բորփոսնած հաց վերցրեցին իրանց հետ, եկան ու ասեցին, հիմա տես մենք շատ հեռու երկրից ենք գալիս, մենք այս երկրից չենք, շատ հեռու երկրից ենք գալիս, տես մեր ճանապարհի այնքան երկար ճանապարհ եկանք, որ մեր շորերը մաշվեց ճանապարհին, կոշիկները մաշվեց, եւ հիմա մեր հացը տես բորփոսներ է, շատ հեռվից ենք գալիս, մենք այստեղից չենք, մեզ հետ ուխտ արա, մենք ձեր մեջ բնակվենք։ Հեսուն Տիրոջը չարցրեց։ Ասավ լավ ուխտ արեցինք, լավ ժողովուրդ եք երևում, խելոք ժողովուրդ եք։ Հետո հանկարծ հաջորդ օրը պարզվեց, որ իրանք Գաբավոնացիներն են։ Այն Գաբավոնացիները, որ շուտով պիտի գրավեն։ Բայց արդեն ուխտ էր արել։ Եվ կողքի ժողովուրդները, երբ որ իմացան, որ Գաբավոնացիները գնացել են ու Հեսուի հետ ուխտ են արել, դուրս եկան Գաբավոնի վրա կռվի։ Հերիք չէր, որ Հեսուն այդ ժողովրդին, որին պետքա կոտորեր, ընդունել էր, դաշնակցություն էր արել, հիմա էլ Հեսուին կանչեցին, ասեցին, ես 5 թագավորներն եկել են մեր վրա։ Արի մեզ պահի։ Ուխտով ընկեր էր։ Հեսուն գիտեր ուխտի մասին։ Գնաց պաշտպանելու Գաբավոնացիներին։ Այն Գաբավոնացիներին, որը իրանք խաբել էին։ Եվ ահա, հիմա Հեսուն գնացել է Գաբավոնին օգնելու։ Եվ կռիվը թեժացավ։ Հեսուն կռվում էր 5 թագավորների, այդ տարածքի թագավորների դեմ, եւ Աստված ուժովացրեց Հեսուին, որպեսզի այդ պատերազմի մեջ հաղթի, բայց ժամանակը կարճ էր։
Լսենք պատմությունը։ Այն ժամանակ Հեսուն Տիրոջ հետ խոսեց այն օրը, որ Տերը ամորհացիներին Իսրայելի Աստծո ձեռքը տվավ, եւ Իսրայելի առաջ ասեց. «Արեգակ, Գաբավոնումը կանգնիր, եւ Լուսին Այեղոնի ձորումը կանգնիր, եւ Արեգակը կանգնեց, եւ Լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներից վրեժ առավ»։ Միթե սա ուղի գրքում գրված չէ։ Եվ Արեգակը երկնքի մեջտեղումը կանգնեց եւ չշտապեց մտնելու մեկ կատարյալ օրի չափ։ Նրա պես օր չեղավ ոչ առաջ եւ ոչ հետո, որ Տերը մարդի ձայնին լսեց, որովհետեւ Տերը պատերազմեց Իսրայելի համար։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, հավատացնում եմ ձեզ, չգիտեմ, ֆիզիկները, աստղատ բանները, չգիտեմ, կռիվ կանենք ու ասեն դա հնարավոր չի, դա հնարավոր չի, դա հնարավոր չի։ Ես էլ եմ հասկանում հնարավոր չի։ Եթե քիչ թե շատ, մի փոքր, եթե հասկանում ես անմիջապես այդ իմաստության շարիկները իրար են հանդիպում։ Ոնց արևը կանգնեց, ոնց լուսինը կանգնեց, դուք հասկանում եք, ինչ արագությամբ է պտտվում երկրագունդը արևի շուրջը, արևը չկանգնեց, նախ երկրագունդը կանգնեց եւ այսպես շարունակ։ Լսեք, բայց դա տեղի ունեցավ։ Դա տեղի ունեցավ։ Մեկը Հեսուից առաջ դեռ այդպիսի պրակտիկայի չէր դիմել։ Մեկը չէր արել, որ Հեսուն հիշեր, այ հիշում ես, Նոյը հրամայեց եւ որովհետեւ Աստված Նոյին ջրհեղեղը հաղթելու կարողություն էր տվել, հավատք էր տվել, տապան շինելու հավատք էր տվել, Աստված Հեսուին էլ արևն ու լուսինը կանգնացնելու հավատք էր տվել։ Բայց ինձ ու քեզ գոնե մեր անապատում սեղան ունենալու խոստում ա տվել։ Հալելույա, Տերը կարող է անապատի մեջ սեղան պատրաստի քո առաջ, հալելույա, 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 իմ Աստվածը ամենակարող Աստված է, ես հավատում եմ ամեն բան կարեցող Աստծուն, Աստծու համար անհնարին ոչինչ չկա, ես այդ Աստծուն եմ հավատում, ես նրա առաջ հանգստանալու եմ եկել եւ նրան երկրպագում եմ, որ թարմանամ, վերականգնվեմ, որպեսզի այս նոր շաբաթվա մեջ ինքը ինձ օգնի, եթե պետք լինի թող Արեգակը կանգնի, եթե պետք լինի թող Լուսինը կանգնի, եթե ուզում եք թող երկրագունդը կանգնի։ Օ, հալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, եթե գրվածը հավատացողին ամեն բան կարելի է, ուրեմն ամեն բան կարելի է, ամեն բան կարելի է։ Ես մի պատմություն եմ ուզում պատմել, առնվազն 30 տարվա պատմությունը։ Էնպես ստացվեց, որ աշխատանքի ժամանակ, 30 տարի առաջ էր, աշխատանքի ժամանակ, կամ միգուցե մի քանի 30-ից ավելի տարիներ, հիշում եմ, որ կարծես թե նոր էի հովիվ ձեռնադրվել եւ բնական է, երիտասարդ մարդ, ու էնպես ստացվեց աշխատանքի ժամանակ հանկարծ հասկացա, մի մեծ քար ձեռքիս հենց սպիներ ներևում են, վերքեր ներևում են, հենց այստեղից, ձախ ձեռքիս, հենց այստեղից խփեց ու մատս այստեղից կտրեց ու եղունգը շուռ տվեց։ Վերջապես, գնացի ու մտածում էի, վերջը հովիվ եմ, վերջապես հաղորդություն եմ տալիս, վերջապես քարոզում եմ, վերջապես լավ կլինի, որ այսպիսի մատով կամ այսպիսի բանով չլինի։ Չնայած փառք Տիրոջը բոլոր նրանց համար, որ այսպես, բայց քանի դեռ կար, ուզում էի, որ մնար։ Եվ երբ որ բժիշկը կտրում էր, ասում էր, ափսոս, դու էլ ամբողջական մատ չես ունենա եւ եղունգ չես ունենա երբևէ, չես ունենա։ Ես էլ ենքան էի ափսոսում, ենքան էի մտածում, որ ոնց կարող է այդպես լինի։ Եվ վերջապես, բայց սրտի խորքում ուզում էի, որ լինի, ու սրտի խորքում ուզում էի։ Հասկանում եք, նրանք ովքեր տեսել են առանց այս վերևի բանի փոքրիկ կրճիկ ոսկորը, նրանք գիտեն, այդ սիրուն բութերի մեջ մի փոքրիկ կրճիկներ կա, ես տեսել եմ, սպիտակ կրճիկ կա, այսքանիկ։ Երբ որ ես տեսա այսքանիկի մատիկը, ես այնքան ափսոսեցի, բայց այնքան էի ուզում, որ մատս ամբողջական լինի։
Վերջապես, ժամանակ առ ժամանակ գնում էի, չգիտեմ, այդ վիրակապը փոխելու, գնում էի ամեն անգամ այդպես խղճահարված ասում էին, ափսոս, ափսոս, մատդ կորցրեցիր, ափսոս, ափսոս, մատդ կորցրեցիր, եւ վերջապես եկա որոշակի ժամանակ, որոշակի պարտք արեցին, հետո ասեցին, դե գնա, այլևս էլ չգաս, եթե պետք լինի, չգիտեմ, ինչ մաս կգցես, եթե պետք լինի, չգիտեմ, ռևանորի մեջ կդնես, վերջը, այսպիսի բաներ, գնաս, վերջը։ Եվ անցավ 1 ամիս, անցավ 2 ամիս, անցավ 3 ամիս, ու հանկարծ մի օր ես տեսա, որ մատս երկարում է եւ երկարում է, եւ երկարեց այնքան, մինչեւ հետո հանկարծ տեսա, որ եղունգ է աճում, մատս կտրվել էր։ Ովքեր ուզենան, ես ցույց կտամ։ Հիմա մի նշան է մնացել, որ ես երբեք չմոռանամ։ Այս մի անկյունը եղունգը մի քիչ ավելի կարճ է։ Հալելույա, բայց դուք չեք տեսնում, եթե չասեի դուք չէիք տեսնի։ Սա նշան, որ ես միշտ հիշեմ, Աստված ամեն բան կարող է, ամեն բան կարող է, ամեն բան կարող է, ամեն բան կարող է։ Հալելույա։ Բա ինչու են ես գաղտնիքնես կան երկար պահում։ Ով է ուզում իրա դեֆեկտի մասին բոլորին հայտարարի։ Բայց սա հրաշք է իսկապես։ Հալելույա, փառք Տիրոջը, Աստված ամենակարող է, Աստված ամենակարող է, Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Հալելույա, հալելույա։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Ես մի պատմություն էլ կարդացի, պատմություն են մասին, թե ինչպես փոքր երեխան խաղալուց ընկնում է եւ, չգիտեմ, մեծ ծաղկամանը, կպնում է այն սեղանին, որի վրա դրված էր ծաղկամանը եւ ծանր ծաղկամանն ընկնում է եւ 2 մատերը ծայրից կտրում։ Եվ երբ որ տանում են բժշկի, բժիշկը վիրակապում է ու դուրս է գալիս, հորն ասում է, «Լսի, շատ եմ ափսոսում, բայց քո աղջկա 2 մատը լինելու է կարճ եւ առանց եղունգի»։ Այս մարդն ասում է, ես հավատում եմ, որ իմ աղջիկն ունենալու է սովորական մատեր եւ եղունգով։ Ասում է, դուք ինչ ուզում եք հավատացեք, պարոն, բայց փաստը մնում է փաստ։ Քիչ հետո գալիս է մայրը։ Բժիշկը մորը կանչում է մի կողմ, ասում է, ձեր ամուսինը շոկի մեջ է։ Օ, հալելույա, այդպիսի շոկի մեջ թող լինեն բոլոր նրանք, ովքեր հայտնվում են անսովոր իրավիճակի մեջ, այդպիսի շոկը լավ շոկ է, դա հավատքի շոկ է։ Ասում է, ես ասում եմ մատերը կարճ են լինելու, եղունգներ չեն լինելու, ասում է, ես հավատում եմ, որ պետքա լինի, ինչ է պատահել ձեր ամուսնուն, դե կինն ինչ պիտի ասի, դե ասում է, ոչինչ շոկը կանցնի։ Եվ վերջապես, ամեն ինչ անում են, վերջապես կաշվով ծածկում են այստեղ, բայց Աստված ամեն բան կարող է։ 6 շաբաթ հետո, երբ որ նորից գնում են բժշկի մոտ, բժիշկը բացելուց առաջի բանը, որ ասում է, «Օ, իմ Աստված, հրաշք է տեղի ունեցել»։ Հալելույա, 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 հալելույա։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Օ, Ռուբիկ եղբայր, սովորական հնարքը։ Ինչի ուզում ես հավատա։ Ես այս սովորական բաներին հավատում եմ։ Եթե ինչ-որ մեկը սրանց հեքիաթներ ա կոչում, ես այս հեքիաթներին հավատում եմ։ Ես հավատում եմ Աստվածաշնչի ամեն մի գրվածքին։ Արևը կանգնելը, լուսինը կանգնելը, դրանք փաստ են, դրանք ավելի իրական են, քան այսօրվա իրականությունը։ Դա տեղի է ունեցել։ Աստված ամենակարող է, եւ դա տեղի է ունեցել Հեսուի խոսքի պատճառով։ Արեգա կանգնի գաբավոնում, լուսին դու էլ այս ձորում, Այենոյի ձորում կանգնի։ Այո, ինչպես անհայրը պետք է ասեր, իմ աղջիկը պետք է ունենա սովորական մատեր, եղունգով եւ բոլորին հավասար։ Հալելույա։ Ինչպես այն տղան, փոքրիկ տղան պիտի ասեր, Տեր, ես ուզում եմ սև, շատ սև հորդ ծնվի։ Եվ Տերն էլ նշանն ավելացրեց, ջետառը ճակատին։ Ալելույա, ալելույա։ Եթե մենք չհավատանք, չենք ունենա։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Դու հնարավորություն ունես վերափոխելու քո կյանքը։ Մի ուրիշ պատմություն, եւ ես պիտի մոտենամ ավարտին։ Այս պատմությունը գրված է 4-րդ թագավորաց 2-րդ գլխում։ 4-րդ թագավորաց 2-րդ գլուխ։ Շատ հրաշալի պատմություն է։
Պատմությունն այն մասին է, թե ինչպես Եղիան ծերացել էր եւ երկինք պետքա գնար։ Եվ Տերը նրան ասել էր, որ շուտով երկինք է տանելու։ Եվ ահա ամբողջ պատմությունը չկարդամ, 1-2 հատված ծաղկակաղանեմ։ Եվ երբ որ Տերը Եղիային մրիկով երկինք վեր բարձրացնելու ժամանակին, Եղիան եւ Եղիսեն գնացին Գաղգաղայից եւ Եղիան ասեց Եղիսեին, դու այստեղ մնա, որովհետեւ Տերն ինձ մինչեւ Բեթել է ուղարկել։ Եվ Եղիսեն ասեց, կենթանի է Տերը եւ այսպես գնացին այստեղ, գնացին այնտեղ։ Տերը մարգարեն ուզում էր իմանալ իր աշակերտը հավատարիմ իրեն հետևելու է մինչև այն պահը, որ Տերը իրան վերցնի։ Եվ ասում էր մնա այստեղ։ Երբ որ հանկարծ դու ինչ-որ մեկին բան պիտի անես եւ դու գիտես, որ իրան պետք ես, եւ ինքը քեզ ասում է այլևս հերիք է եւ դու կանգնում ես իմացի, դու քո բաժինը օրհնության հիմնական բաժինը բաց ես թողում։ Հերիքը արդեն շատ արեցիր։ Ես արդեն ամաչում եմ, այնքան ես արել, ես արդեն ամաչում եմ։ Հանդիպել եք այսպիսի վիճակի։ Կամ այսպիսի բան դուք ինչ-որ մեկին ասել եք, հավատացնում եմ իմ հետ համաձայն կլինես, որ դու չես ասել, որովհետև չես ուզում էլ նրանից օգտվես, այլ որովհետև ամաչում ես այլևս։ Եղիան Եղիսեին ասում էր, մնա այստեղ հերիքա, առանց էնել այսքան տարի, իմ փնփնթոցը, իմ, չգիտեմ, նազը տուզը տարա, հերիքա, Տերն ինձ արդեն տանում է, ինձ մինչև Բեթել է ուղարկում, մնա այստեղ։ Կենթանի է Տերը եւ կենթանի է քո հոգին քեզ չեմ թողի, հետդ գալու եմ մինչև վերջ։ Կարող է հանկարծ այդ ճանապարհին ձեռքերդ կեղտոտվի, ես ջուր պիտի լցեմ, որ դու լվացվես։ Եվ այսպես շարունակ գնացին եւ հասան ահա միտեղ։ Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, սա արդեն վերջի Հորդանան գետն էր, որ իրանք անցնում էին։ Երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասեց Եղիսեին. «Խնդրիր ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վերառնված»։ Եվ Եղիսեն ասեց. «Թող քո հոգի կրկնապատիկը լինի ինձ վրա»։ Եվ նա ասեց. «Դժվար բան խնդրեցիր։ Եթե ես քեզանից վերառնելիս դու ինձ տեսար, քեզ կլինի այնպես, բայց եթե ոչ, չի լինի»։ Եվս մեկ խոչընդոտ. «Դժվար բան խնդրեցիր»։ Լսեք, խնդրում եմ, ճիշտ հասկացեք ինձ։ Երբ որ իսկապես գալիս եք Աստծո մոտ, դժվար բան խնդրեք Աստծուց, մեծ բան խնդրեք Աստծուց, լուրջ բան խնդրեք Աստծուց։ Հալելույա։ Եթե տեսար, ուրեմն կլինի։ Ինչ էր ասում Եղիսեն Եղիային։ Եղիսեն ասում էր. ուզում եմ քո ունեցածի կրկնապատիկն ունենամ։ Չգիտեմ քանի հատ տուն ուներ Եղիան։ Քո ունեցած մեքենաների կրկնակին ունենամ։ Չգիտեմ ինչ մեքենա ուներ Եղիան։ Քանի հատ Bentley ուներ, քանի հատ Rolls-Royce։ Չհեգնեք։ Ես ուղղակի ուզում եմ հասկանաք ինչ է ասում։ Ես ուզում եմ քո արած հրաշքների կրկնակին անեմ։ Ես ուզում եմ քո ունեցած զորության կրկնակին ունենամ։ Այ քեզ աշակերտ։ Եվ ինչ, անհնարին է։ Հնարավոր դարձնող Աստված, արեց թե չարեց։ Կարդացեք Սուրբ Գիրքը։ Եղիսեն արեց այնքան հրաշք կամ կրկնակի հրաշք, որքան արել էր Եղիան։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Շատ պարզ ճանապարհով։ Խնդրեցեք ու կտրվի, փնտրեցեք ու կգտնեք, թակեք դուռը եւ կբացվի։ Թևաթափ մի եղեք եւ շարունակեք թակել։ Թևաթափ մի եղեք եւ շարունակեք ծնկել ու խնդրել։ Թևաթափ մի եղեք ու սկսեք փնտրել, շարունակեք փնտրել։ Շարունակի փնտրել։ Ես ասում եմ քեզ, դու քո փնտրածը գտնելուց ընդամենը մեկ քայլի վրա ես։ Մեկ քայլի վրա ես։ Քո հրաշքից մեկ քայլ հեռավորության վրա ես գտնվում, չհանձնվես։ Չտկարանաս։ Երևույթին չնայես։ Աբրահամը չնայեց իր երևույթին։ Չնայեց, որ ինքը արդեն 100 տարեկան է, չնայեց Սարայի 90 տարեկան լինելուն, չնայեց, այլ հավատքով անհույս տեղը հույսով լցվեց, անհույս տեղը հույսով ես ինչեր եք ասում, այն ինչ որ քեզ համար անհույս է, Աստծո համար հույս կա, որովհետև մեր Աստվածը հույսի Աստված է,
Ալելույա։ Քո ունեցածի եւ քո արածի կրկնակին եմ ուզում։ Դժվար բան խնդրեցիր։ Իմ սիրելի քույրեր եղբայրներ, ասեմ ձեզ, շատ հասկանալի բան է եւ դուք անմիջապես ինձ հետ կհամաձայնվեք։ Երբ որ ուրիշի մասին է խոսքը, մենք անմիջապես ասում ենք, այո, իսկապես Աստված կանի, հավատա։ Բայց երբ որ մեզ վերաբերում, մենք դժվարությամբ ենք սա կարողանում ընդունել։ Մի պատմություն, որ շատ վաղուց լսել եմ, միգուցե դուք շատ անգամներ լսել եք։ Պատմությունը հետևյալն է, ասում եմ, նոր բան չեմ ասում, գոնե հիմա։ Պատմությունը հետևյալն է։ Մի անգամ մի լարախաղաց Նիագարայի ջրվեժի վրա ճոպանակապում եւ անցնում է այն կողմ ու գալիս է։ Հետո մի սալյակա վերցնում, դնում է ճոպանի վրա, անցնում է այն կողմ, վերադառնում է։ Հետո վերցնում է իր տղային, դնում է այդ ճոպանի այդ սալյակի մեջ, անցկացնում է այն կողմ, բերում է։ Հետո տեսնում է մի մարդ շատ ոգևորված, անչափ ոգևորված, միշտ ամբողջի մեջ ընդգծված ոգևորվածներ լինում են, օրհնյալ լինեն նրանք։ Դա Աստված, որ նրանց հավատքը իրանց ոգևորության չափ լինի, բայց հաճախ այդպես չի լինում։ Վերջապես հանկարծ տեսնում ամբողջի մեջ մեկը շատ է ոգևորված։ Ասում է, պարոն, դու հավատում ես, որ ես եւս մեկ անգամ կարող եմ գնալ ու գալ։ Ասում է, այո, գրած կգամ։ Ասում է, դու հավատում ես, որ ես կարող եմ իմ տղային դնեմ այս սալյակի մեջ, անցկացնեմ ու վերադարձնեմ։ Ասում է, այո, ասում է, չես կասկածում, բոլորովին, տեսածս էլ չհավատամ։ Շատ բարի։ Հավատում ես, որ ես կարող եմ, այո։ Հավատում ես, որ ինչ որ մի մարդ էլ կարող եմ նստացնել ու տանել։ Այո, հավատում եմ։ Ես ուզում եմ քեզ անցկացնեմ, ինչ կասես։ Գիտեք, սա ուրիշ խոսակցության թեմա է արդեն։ Օհո, հենց էստեղը, ուրիշ չի։ Աստված բոլորին վերաբերվում է անաչառ, Հեսուի խոսքը լսող, Նոյի խոսքը լսող, Աբրահամի խոսքը լսող, Դավիթի խոսքը լսող, Սողոմոնի խոսքը լսող, Պողոսի խոսքը, Պետրոսի խոսքը լսող, Աստվածը քո խոսքներ կարող է լսի, եթե նա համապատասխանի իր խոստումին ու խոսքին։ Մնա հավատարիմ, չէ որ դու շաբաթվա առաջի օրն եկել ես, որպեսզի Տիրոջ առաջ երևաս, որպեսզի Տերը քեզ իմաստություն տա այս առաջիկա շաբաթն ապրես հավատքով։ Ամեն։ Առանց հավատքի ապրելը անհնար է։ Առանց հավատքի մեռնելը ողբերգություն է։ Հալելույա։ Առանց հավատքի ապրելն անհնար է։ Լավ, եթե հավատանք, ուրեմն ճիշտ հավատքով հավատանք, եւ եթե հավատանք ամբողջ խոսքին հավատանք։ Ալելույա։ Այո, մենք հավատում ենք, որ մեր Տերը կարող է հաջողի էս տա։ Իսկ դու հավատում ես, որ այսօր դու ինչ-որ բան պիտի տաս։ Դե որտեղից տամ։ Լսեք, ցանեք եւ կհնձեք։ Ես նոր բան չեմ ասում, Սուրբ Գիրքն է ասում, որքան ժամանակ լինի ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ, ցանելը եւ հնձելը չի դադարելու։ Եթե դադարեց ցանելը, կդադարի նաեւ հնձելը։ Առանց ցանել հնձել չի լինելու։ Դրանք պիտի իրար հետ լինեն, որովհետեւ եթե միայն ցերեկ լինի, ուրեմն դա նշանակում է վերջացավ ամեն բան։ Ցերեկից հետո գիշեր պիտի կա, որ ցիկլը կրկնվի։ Եթե ամառ լինի ու հետևից ձմեռ չեղավ, ուրեմն ամեն բան խախտվի։ Ամառից հետո ձմեռ պիտի գա։ Չեք հասկանում։ Եթե ցանել եղավ եւ հնձել չեղավ, ուրեմն սա արդեն կանգնեց ամեն բան։ Եվ ընդհանրապես առանց ցանել հնձել չի լինում։ Հալելույա։ Իմ Աստվածը ամենակարող է։ Դու ինչ կասես քո Աստծո մասին։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Մի անգամ հարկ հավաքողներն եկան, այո, ուր եկան, ով կասի, չեք կան, եկան Պետրոսի մոտ ուր, ով մեր տուն չեկան, եկան Պետրոսի մոտ, ասեցին, պարոն Պետրոս, ձեր վարդապետը հարկ տալիս է թե ոչ, հա, ինչ հա տալիս է թե չի տալիս, գնամ մի հատ հարցնեմ, եկա վարդապետի մոտ, ուսուցիչ,
Հարկ հավաքողներն եկել են հարկ են հավաքում։ Մենք հարկ պիտի տանք թե ոչ։ Պետրոս, հարկ, ումից են հավաքում։ Սեփական ժողովրդից թե ուրիշներից։ Դե ուրիշներից իհարկե։ Բայց մենք սեփական ժողովուրդ ենք, բայց ոչինչ։ Ես գիտեմ, եթե փող ունենայիր կտայիր, փող չունես դրա համար ես իմ մոտ եկել։ Այս պահին իմ գրպանում էլ չկա, բայց ելք կա։ Վերցրա կարդդ գնացով։ Լսեք, ավետարանի մեջ է գրված, այդպես զարմացած հայացքով ինձ մի նայեք, ավետարան կարդացեք։ Գնացով կարդդ գցի, առաջի դուրս եկած ձկան բերանը բաց եւ այնտեղ կգտնես այն համապատասխան գումարը, որ հերիքա ինձ եւ քեզ տարվճարի բրցնենք։ Եվ Պետրոսն այդպես արեց։ Սիրելիներս, վաղը ձկնորսության մի գնացեք։ Քո պարագայում դա չի գործելու։ Քո պարագայում քո իրավիճակը պիտի գործի, քո հավատքը պիտի գործի։ Ալելույա, ալելույա։ Լսեք իմ սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, ես վերջացնում եմ։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 9-րդ խոսքում գրված է հետևյալը. ես հավատում եմ սրան, ինչ աչք չի տեսել։ Ինչ չի տեսել։ Աչք։ Ում աչքը։ Աբրահամի աչքը չի տեսել։ Հեսուի աչքը չի տեսել։ Մովսեսի աչքը չի տեսել։ Դավիթի աչքը չի տեսել։ Պողոսի աչքը չի տեսել։ Պետրոսի աչքը չի տեսել։ Չնայած Պողոսի աչքը այնպիսի բաներ էր տեսել, որ ձեռը դրեց բերանին։ Բայց ամենայն դեպս ինքը, նույն ինքը այդ տեսնողը գրում է։ Այն ինչ որ աչք չի տեսել, ոչ մի մարդու սիրտ չի ընկել, ոչ մի մարդու ականջ չի լսել։ Աստված այդպիսի բան պատրաստել է իր սիրողների համար։ Այսինքն Պողոսն ասում էր հետևյալը. այն ինչ որ ես տեսել եմ երրորդ երկնքում, դրանից ավելի մեծ բան է Աստված իր սիրողների համար պատրաստել։ Դե դուք մխիթարվեք, ես մխիթարվում եմ սրանով։ Փառք Տիրոջը։ Այն ինչ որ աչք չի տեսել, ականջ չի լսել եւ մարդու մեջ չընկավ, այն պատրաստեց Աստված իր սիրողների համար։ Կան մարդիկ, որոնք սիրում են Աստծուն։ Այս սրա համար հոգ տարեք, խնդրում եմ, սրա համար հոգ տարեք։ Համոզվեք, որ դու սիրում եք Աստծուն, եւ նա ձեզ համար ամեն բանի մեջ։ Այստեղ մեծ հոգս անելու անհրաժեշտություն ու առիթ կարծում եմ բոլորս ունենք։ Պետք է կարողանանք ամենքս կանգնել նրա առաջ ու առանց խղճի խայթի, առանց մեղադրանքի կանգնենք ու ասենք. հայր, ես սիրում եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ բոլորից շատ։ Հիշում եք Հիսուս Պետրոսին ինչ ասավ. Պետրոս, դու ինձ սիրում ես այս բոլորից ավելի շատ։ Դու կարող ես այդ նույն պատասխանը տաս Տիրոջը։ Այնց էստեղ անհանգստացի։ Եվ եթե դու իսկապես կարող ես ձեռքերդ բարձրացնել նրան ու ասես. Տեր, ես քեզ սիրում եմ, իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ էությունով, իմ ամբողջ մտքով ու իմ ամբողջ կարողությունով։ Այդ ժամանակ ուրեմն իմացի, Տերը քեզ համար բաներ է պատրաստել, որ ոչ մեկի աչքը չի տեսել, անգամ արեգակ ու լուսին կանգնացնող Հեսուի աչքը չի տեսել, անգամ ջրհեղեղից քաղաքակրթությունը փրկած Նոյի աչքը չի տեսել, ամենամեծ թագավոր Դավիթի աչքը չի տեսել, ամենամեծ հրաշքներ գործող Պողոսի աչքը չի տեսել, Աստված են պատրաստել է իրան սիրողների համար։ Փառք Տիրոջը, որ կա մի տեղ, որ Աստծո ժողովուրդը երեխա դարձած հավատում է այս ամեն ճշմարտություններին։ Ասում եմ ձեզ, եթե չհավատաք, Աստծո փառքը չեք տեսնի, որովհետև Հիսուսն ասում էր. չասեցի քեզ, Մարթային էր ասում, չասեցի քեզ, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Եթե չհավատաս, չես տեսնի։ Հետո շուռ եկավ ու ասավ. դու հավատում ես սրան։ Մարթան խոսքա խաղի բռնվեց։ Ես հավատում եմ, որ հարության վերջին օրը հարություն կգա։ Չէ, Մարթա, ես քեզ ասում եմ, ինձ հավատացողը, եթե մեռնի էլ, կապրի։ Ավելին շարունակեց. նա ով ապրում է եւ հավատում է ինձ, նա հավիտյան չի մեռնի։ Հալելույա։ Հավատացողին ամեն բան հնարավոր է։ Ամեն բան հնարավոր է։
Ռուբիկ եղբայր, գիտես, ես առաջի անգամ եմ եկել, ես քեզ եմ ասում, հավատացողին ամեն բան հնարավոր է։ Դեռ ես չեմ ապաշխարել։ Մի ուշացրու, հենց այսօր ապաշխարի, բայց ասեմ քեզ, հավատացողին ամեն բան կարելի է։ Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Ահա իմ հավատքը։ Եվ ես ուզում եմ, որ այս եկեղեցին այսպիսի հավատքով ապրի։ Ափսոս։ Իմ ժամանակը վերջացավ։ Ես արդեն իմ ժամանակից դուրս եմ խոսում, այսինքն ժամանակս չեմ չարաշահում։ Եփեսացիս 3:20-21։ Բա այսինքն են ժամանակը վերջացնում ու շարունակում։ Ինչ ոմանք ծիծաղում են եւ գաղտնիքը ես չեմ բացի թե ինչու։ Եփեսացիս 3:20-21 համարները, բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելին, քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զորությունով, որ մեր մեջ ներգործում է։ Նրան փառք լինի եկեղեցում, որ Հիսուս Քրիստոսի մեջ է, ամեն դարերում, հավիտյանս հավիտենից, ամեն, ամեն, ամեն ու ամեն։